Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը շարունակում է մնալ իրավապահների ուշադրության կենտրոնում։ Քրեական ոստիկանության համապատասխան վարչության ծառայողները հերթական խոշոր բացահայտումն են իրականացրել, կանխելով մեծ քանակությամբ թմրամիջոցների իրացումը Հայաստանի Հանրապետությունում։ Օպերատիվ տվյալների հիման վրա իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են մաքսանենգ ճանապարհով ներմուծված մարիխուանայի խոշոր խմբաքանակներ, իսկ մի քանի անձիկ ձերբակալվել են հենց Հայաստանի Հանրապետությունում։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական խոշոր բացահայտումն են իրականացրել։ Օպերատիվ տեղեկատվություն ստանալով, որ մի շարք անձինք ապօրինի կերպով մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն հասած 3 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցը պատրաստվում են իրացնել, անմիջապես անցան գործի։ Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով ներկրվել է մարիխուանա տեսակի թմրամիջոց 3 կիլոգրամ, հետագայում այստեղ իրացնելու համար 5 անձ ձերբակալվել են, մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցներ ձեռք բերելու եւ հետագայում Հայաստանի Հանրապետությունում իրացնելու անմիջականորեն ցակած հիմնարար կասկածով ձերբակալվել է։ Դրվագներից մեկով Աբովյան քաղաքի մի բնակիչ մեծ քանակությամբ մաքսանենգ ճանապարհով ներկրված թմրանյութ է ձեռք բերել իրացման նպատակով։ Ոստիկանությունը ձեռնամուխ է եղել կանխարգելիչ գործողության։ Փետրվարի 11-ին համագործակցելով Կոտայքի մարզի պարեկների հետ Աբովյան քաղաքի 29-ամյա բնակիչը ձերբակալվել է Երևան-Աշտարակ ավտոճանապարհին Opel Magnishi մեքենայով, որի մեջ պահում էր թմրամիջոցը։ Փետրվարի 13-ին հերթական օպերատիվ տվյալների հիման վրա մայրաքաղաքի պարեկների հետ համագործակցությամբ Երևանի Շիրակի եւ Արարատյան փողոցների խաչմերուկում էլ ձերբակալվեց 37-ամյա Արարատի մարզի բնակիչը, որի խուզարկությամբ հայտնաբերվեց 1 կիլոգրամ 218 գրամ մարիխուանա։ Նշված քաղաքացիները հավելվածի միջոցով ստացել են կոորդինատներ թմրանյութի տաքսոսների վերաբերյալ, ձեռք են բերել թմրամիջոցը վերնշված տաքսոսներից, հետագայում Հայաստանի Հանրապետությունում իրացնելու նպատակով։ Մեծ քանակությամբ թմրամիջոցների մաքսանենգ ներմուծումն ու իրացումը շարունակում է մնալ իրավապահների առաջնային ուշադրության կենտրոնում։ Օպերատիվ համագործակցությունն ու խուզարկությունները թույլ են տալիս կանխարգելել պոտենցիալ հանցանքների իրականացումը եւ պահպանել հանրային անվտանգությունը։ Այս բացահայտումները նաև հստակ ազդակ են բնակչությանը, ցանկացած փորձ ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, տեղափոխելու անպայման բացահայտվելու է եւ ենթարկվելու է քրեական պատասխանատվության։